ուղղությամբ համաձայնելով պարոն Մելիքյանի տեսական եւ օրինական խորը վերլուծությունների եւ ներդրումների հետ, միաժամանակ իմ տարածքությամբ հայտնում հանրային մեղադրողի դիրքորոշման հետ այն կապակցությամբ, որ դա կարող էր լսել, դա կարող էր ասել ցանկացած քաղաքացի, նշանակում է, որ այդ ցանկացած քաղաքացիների թվում կարող է լինել ինքը պարոն Ավետիսյանը։ Այդ դեպքում ինքը եթե հնչել է մի հանրային տիրույթում հրապարակային խոսում, ապա ինչու են իրանք սպասել Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի գրությանը, եթե դա հրապարակային խոսքում հնչում է որևէ գործողություն կամ հայտարարություն, որոնք իրենց մեջ ենթադրյալ հանցանքի հատկանիշներ են պարունակում։ Այդ դեպքում ստացվում է, որ մնացած բոլոր պետական պաշտոնյաները իրավասու, բացի պարոն Ավագիլյանից ցուցաբերել են անգործություն, ինչը որ դրամաբանական չի։ Բացի այդ նաև պատվարժան դատարան ասել, որ ներկայացված մեղադրանք, որը նույնպես կարծում եմ հիմք է այս գործայցում կարճելու համար, դա 490 հոդվածի որևէ առնչություն չունենալն է Սահմանադրական դատարանի հետ։ Պարոն Մելիքյանը ցույց ներկայացրել Սահմանադրական դատարանի մասին օրենքը նրա ավելի բարձր դիրք իրավական համակարգում մյուս օրենքների նկատմամբ, որտեղ հստակ ասում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության առանձնահատկությունները սահմանվում են բացառապես Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքով։ Իսկ ներկայացված հոդվածում, օրինակ 490, որպես դատավարության մասնակիցներ են նշվում, դատավոր, դատախազ, քննիչ, քննչական մարմնի ղեկավար, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցիչ, փորձագետի կամ հարկադիր կատարողի այս սուբյեկտների մի զգալի մասը Սահմանադրական դատարանում քննվող գործերի հետ ուղղակի տեսականորեն անգամ առնչություն չեն կարող ունենալ։ Սահմանադրական դատարանում հնարավոր չի գործի քննություն, որի մասնակիցներից լինի քննիչ, կամ քննչական մարմնի ղեկավար, կամ հետաքննության մարմնի, կամ հարկադիր կատարող, տեսականորեն է բացառում, որ Սահմանադրական դատարանի այս օրենքի այս կարգավորումը քրեականորեն վերաբերելի լինի առհասարակ։ Այսինքն ես տեսնում եմ մտապահորություն եմ, որ նպատակադրված մարդու ենթարկել քրեական պատասխանատվության, քրեական օրենսգրքի հոդվածները լցնել մի վազին, շարունակել են հանուն ասել, որը դուրս կգա դրանով մեղադրանք ներկայացնել։ Ոչ թե ներկայացված մեղադրանքը իր գործողությունների հետ ոչ մեղադրանքային կապ չունի, բացարձակ քաղաքական դեպքում ամեն ինչ իրականացնել, ուստի հենց այս փուլում մենք կարծում ենք, որ